Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր առաջինայմի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանին, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, առաջիկայում Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ 9 քաղաքական ուժ է որոշել մասնակցել այս ընտրություններին, բայց սրան զուգահեռ կա հասարակության մի հատված, որն առհասարակ դեմ է ընտրություններին որևէ ձևաչափով մասնակցելուց եւ բոյկոտի կոչ է արվում եւ հացբերող Արտուր Սարգսյանն իր վերջին հարցազրույցում նաեւ նշել է, որ անելու է հնարավոր բան, որպեսզի բոյկոտվի ընտրությունները։ Ինձ հետաքրքիր է առկա իրավիճակում բոյկոտը որքանով է աշխատող եւ արդարացված տարբերակս ձեզ։ Նախ շատ կարևոր է որ հասկանանք, որ Հայաստանում կա բոյկոտի գաղափարը ընդհանրապես, հա, որ ցանկացած ընտրական գործընթաց պետք է բոյկոտել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նորմալ ընտրական գործընթաց հնարավոր չէ։ Եվ կա մեկ այլ մոտեցում, որ արդեն, այսպես ասած, ad hoc ամեն ընտրությունը քննելով, հա, թե արժե այս ընտրությունների մասնակցել թե ոչ։ Որքան ես գիտեմ Արթուրի տեսակետը, որքանով ինձ հասել է, ինքը ոչ թե ընդհանրապես մերժում է ընտրական գործընթացներին մասնակցելը, ապա բայց գտնում է, որ կոնկրետ այս ընտրությունները, գալիք ընտրությունները անցնում են ա. քաղբանտարկյալների առկայության պայմաններում եւ երկրորդը որևէ քաղաքական ուժ իրականում չի ներկայացնում այն արմատական մերժումը, հա, այս վարչաձևի, այս կենսաձևի, ես կասեի, որը բավական արմատացած է հասարակության մեջ, հիշենք Սասնա ծռերի օրերին, ինչ բարձր վարկանիշներ ունեին տղաները, իրենց արածը, նույնիսկ եթե մարդիկ չէին գալիս, թե ինչ էին խոսում հանրային տրանսպորտում, տաքսիի մեջ, հարևանությամբ եւ մինչ այսօր Սա նշանակում է, որ նկատի ունեն, որ այդ մտածելակերպը առկա է հասարակության մեջ, բայց այն կոտրված է բռնաճնշումների, ձերբակալությունների, ֆինանսական ծանր հանգամանքներով, հա, խեղդելու այդ հանգամանքներում իրենք չեն կարող արտահայտվել եւ ընտրություններին մասնակցել։ Այնուամենայնիվ սա ինչքանով աշխատող տարբերակ կլինի ձեր կարծիքով, դուք հիմնավորումներն եք բերում, թե ինչու է պետք բոյկոտել ընտրությունները, բայց այս իրավիճակում։ Ես ճիշտն ասած նույնիսկ դժվարանում եմ դրան պատասխանել, որովհետեւ եւ մասնակցելը եւ չմասնակցելը ինձ համար հասկանալի է։ Չմասնակցելը պարզ է, օրինակ ես 9 դաշինքի մեջ մարդիկ կարող են չկողմնորոշվել եւ որևէ մեկին չեն ուզում ձայն տալ։ Երկրորդ փաստարկը չմասնակցելու իրենց, որ կարող է կեղծվել իրենց ձայնը, չեն վստահում հաշվարկին եւ ազնիվ ընտրություններին։ Ես լրիվ հասկանում եմ։ Բայց ես գիտեմ նաեւ նույնիսկ արմատական հասների մարդկանց, որոնք ասում են, եթե ես չմասնակցեմ, ուրեմն իմ տեղը կքվեարկեն եւ ես պարտավոր եմ գնալ իմ պարտքը։ Շատ բարդ հարց եք տալիս, թե ոնց ինչպես կանդրադառնալ։ Բոյկոտը կարող է անդրադառնալ, իսկապես կարող է անդրադառնալ, եթե բնակչության 20%-ը գիտակցված, ոչ թե ալարելով տնից դուրս չգալով կամ հիասթափված լինելով, գիտակցված 20-30% ընդհանուր բնակչության բոյկոտի ընտրությունները եւ պատրաստ լինի այլընտրանքային գործողությունների։ Որոնք են դրանք։ Ժողովուրդը շատ է սիրում այդ արտահայտությունը դուրս գալ փողոց։ Դե մնացածը տարբեր կարող է լինել հիմա կախոշակել։ Այսինքն իրենց բողոքը քաղաքացիական ընդվզումը ցույց տա այլ ինչ-որ ձևերով իրենց մոտեցումը։ Եթե դա հնարավոր լիներ, դա կունենար փայլուն արդյունքներ, ես համոզված եմ։ Բայց անկեղծ ասած, այստեղ ես հորետես եմ, այս պահին շատ եւ շատ պատճառներով ես դրա հնարավորությունը չեմ տեսնում։ Իսկ պարզապես տնից դուրս չգալ, չգնալը եւ հետո դա ներկայացնել որպես հերոսություն, որ ես չգնացի, չընտրեցի, դա ինչ-որ մի տեսակ աշխատող չի։ Մարդու անձնական գործն է, բայց աշխատող չի։ Պարոն Հովհաննիսյան, Սասնա ծռերը եւս բոյկոտի կողմնակից են, այդպիսի հայտարարություններ են հաճախակի անում։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատներ նաեւ իր նախնական ծրագրերում նշում։ Իմաստ ասում եմ, որ օրինակ Ժառանգությունից եւ Անդրեաս Ղուկասյանը, Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինքով մասնակցելու են ընտրություններին։ Սա ինչպես կմեկնաբանեք, օրինակ դուք որպես նաեւ խորհրդի անդամ։ Ասեմ, որ խորհրդում այդ հարցը քննարկվել է եւ դա երևի թե միակ հարցն է եղել, որի շուրջ բացարձակ կոնսենսուսի մենք չենք եկել։ Եղել են քննարկման փորձեր, բայց քանի որ բոյկոտի կողմնակիցները շատ այսպես հետևողական եւ արմատապ
պես մերժում էին ընտրությունները եւ բոյկոտի կողմնակից էին, իսկ ընտրություններին այս կամ այն ձևաչափով մասնակցելու կողմնակիցները իրենց փաստարկներն անում, մենք այդ քննարկումները, ինչպես ասենք, շատ չենք շարունակում, չենք խորանում, որպեսզի բարակտում չլինի։ Բայց սա նորություն չի, եւ պարզ է, որ Արմեն Մարտիրոսյանի նման դեմոկրատական տիպի գործիչը իր համար ընտրությունները դա, ինչ ասեմ, համարյա կրոնական ծիսակարգ է դեմոկրատի համար, ընտրություններից դեն ոչինչ չկա, ասենք, ասել որ գիտես Արմեն դու ընդհանրապես ընտրությունների չպետք է մասնակցես։ Նույնը իմ էլի լավ ընկեր Քաղբանտարկել Անդրեաս Ղուկասյանն, ինքը համոզված դեմոկրատ է, մարդու իրավունքների այսպես ջատագով եւ այլն, եւ ինքը իր համար ընտրությունները դա նույնպես կարևորագույն քաղաքացիական դրսևորում են բացի ամեն ինչից։ Եվ ես այստեղ չեմ հասկանում եմ բոլոր փաստարկները այն կողմի, որոնք բոյկոտին են, դրանք էլ իմ ընկերներն են, բայց պետք է հասկանալ, որ մենք տարբեր ենք, տարբեր աշխարհայացքներ ունենք։ Բայց ամեն դեպքում այս դաշինքով մասնակցել է հետաքրքիր է, դուք նշեցիք դեմոկրատ գործիչը, բայց այնտեղ տեղ են գտել օրինակ այդ դաշինքում անձինք Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, ովքեր իրենց պաշտոնավարման տարիներին ամեն դեպքում աչքի չեն ընկել դեմոկրատ լինելով։ Անդրեասը կոնկրետ ես կարող եմ լավ եմ տեղյակ իր մասին եւ ինչ որ չափով կապ եմ պահում եւ իր ընտրական այսպես գործընթացից տեղյակ եմ։ Կարող եմ ասել, որ ինքը այսպես պայմանական ասած ժառանգության քվոտայով է մասնակցում։ Եվ երբ որ ինքը իր համաձայնությունը տվել է, դեռ որոշված չէր ժառանգությունը որ դաշինքին է միանալու, ինքնուրույն է այդ օդում էր կախված այդ ամեն ինչը։ Ինքը համաձայնվել է դե ինչ կարող ենք տարբեր տարաձայնություններ ունենալ, բայց դեմոկրատիզմի տեսակետից ժառանգության հետ կարծեմ որևէ մեկս խնդիր չունի։ Հետո այդպեսի քաղաքական որոշում է կայացվել, ստեղծել է դաշինքը եւ Անդրեասը ես չեմ ասում վատ տեղ է հայտնվել, բան ես չեմ կարծում որ ինքը իրեն շատ վատ է զգում, խնդիրը դա չի, բայց դա քաղաքական որոշում էր եւ ինքը այդ քաղաքական գործընթացի շնորհիվ հայտնվել է այդ ցուցակում, որտեղ սարսափելի ոչինչ չեմ տեսնում, ես նույնիսկ կարող եմ փաստարկ բերել, ոչ թե որ այստեղ օրոյի քարոզն եմ անում, ես նույնիսկ այդ դաշինքի ծրագրին ծանոթ չեմ, չգիտեմ իրենք ինչ են ասում։ Խնդիրը դա չի։ Խնդիրը այն է, որ մենք անընդհատ պայքարում ենք նախորդների դեմ, անընդհատ պայքարում ենք նախորդների դեմ, բայց հիմա ժամանակն է ոչ միայն ներկայիս իշխանության դեմ պայքարել, այլ մոտավորապես պատկերացնելով թե մեզ ինչ է սպասում կես տարի հետո, 3 ամիս հետո, 1 տարի հետո, նաև հակադրվել այն նոր իշխանությանը, պայմանական նոր իշխանությանը, մասամբ նոր իշխանությանը, որը գալու է եւ այստեղ նույնպես ինչպես ասեմ, ավելորդ քթիմազություն անելու ժամանակ չկա, որովհետեւ այնտեղ լուրջ խնդիրներ կան մեր ազգային անվտանգության հետ, մեր Արցախյան հարցի հիմնալուծման մոտեցումների հետ, տնտեսական այսպես վերաձևման հետ օգուտ նոր օլիգարխիկ խմբերի եւ այլն եւ այլն։ Եվ դրանք շատ ծանր հետևանքներ է ունենալու կապված բոլորիս հետ։ Դա որոշելու Անդրեասը ինքը միջև վերջ կգնա այդ ցուցակով, թե դուրս կգա եւ այլն, ինքը կհայտարարի դրա մասին եւ ես որպես ընկեր անձամբ աջակից կլինեմ ցանկացած իր որոշման, բայց ում ասեմ, այստեղ պետք է հասկանալ, որ սա անցումային շրջան է եւ անցումային շրջանում նույն կարգախոսներով ապրել ինչ որ կես տարի առաջ նույնիսկ չի կարելի։ Սա իմ կարծիքով սա երրորդ հանրապետության վերջն է։ Սա ինչ որ նոր ինչ որ մի բան է լինելու։ Սանդության փոփոխությունը դա արդեն երրորդ հանրապետության վերջն էր, որտեղ երրորդ հանրապետությունը ստեղծվել է որպես ավտոկրատ, ավտորիտար ինչ որ մի բան։ Իմ հայացքների տեր մարդու համար իհարկե այն ինչ որ գալիս է տեղ-տեղ նույնիսկ ավելի սարսափելի է նրանց ինչ որ կա այսօր։ Չեմ կարող դա այսպես թաքցնել, դա այդպես է, բայց կյանքը նվնվալու եւ բողոքելու համար չէ, այլ գործելու եւ պայքարի համար է։ Մենք պիտի կարողանանք նոր պայմաններում մեզ վերգտնել եւ մեր տեսլականը, մեր ասելիքը, մեր պայքարը իրականացնել նոր պայմաններում։ Առաջիկա 5 տարիների մասին եթե խոսենք, եթե
գնում ենք ընտրությունները տեղի են ունենում, այնպես ինչպես միշտ են անցկացվել, ամեն դեպքում նախնական այս քարոզարշավը չի հուշում, որ այլ կերպ են անցկացնելու։ Եթե չեն լինում ֆորս մաժորներ, մենք այսպես նորից նույն ցիկլով պտտվում ենք մինչև գան մյուս ընտրությունները, թե հնարավոր են ինչ-որ արտահերթ զարգացումներ։ Սասնա ծռերը փորձեցին ինչ-որ բան անել, ամեն դեպքում չստացվեց։ Նոր ինչ-որ գործողություններ։ Բան չի, ոչ ոք ոչ մի երաշխիք չի կարող տալ, բայց այնքան անկայուն է վիճակը ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում, որ կարող է շաբաթների խնդիր լինել, բայց բոլոր դեպքերում կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչակարգի համար սա մոտավորապես նույն ժամանակաշրջանն է, ինչ որ 96 թիվը Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Սա կոնկրետ իր անձնական վարչակարգի մայրամուտն է, դա փաստ է, բայց ինչ է լինելու դրանից հետո եւ արդյոք այն ինչ որ լինելու է ինձ համար ամբողջովին մերժելի Սերժ Սարգսյանի եւ իր ամբողջովին մերժելի վարչակարգից հետո, դա այն է, ինչ պետք է Հայաստանի քաղաքացուն։ Մենք բոլորս պետք է դրա մասին մտածենք։ Դա է ամենակարևոր խնդիրը։ Վաղը մենք ինչ պայմաններում ենք հայտնվելու։ Անդադ անցյալի դեմ կռվելով խնդիր չի լուծվում։ Իսկ նորի մեջ նորը ես ասեմ, ես տեսնում եմ այսպեսի մի բան, որ ավտորիտարիզմը այսպես, հա, կոնսենսուսային օլիգարխիայից լավ, այսպես ասենք, մի քիչ քաղաքագիտական բանով փորձենք, հնարավոր է անցում մրցակցային օլիգարխիայի, այսինքն մի քանի օլիգարխիկ խմբեր գրեթե հավասար, գուցե ոչ ամբողջովին հավասար պայմաններում իրար հետ մրցակցելու են, ընդհանուր առմամբ այդ հնացած բանով ասեմ բուրժուազիայի, հա, մեծահարուստների եւ այդ օլիգարխիկ խմբերի դերը հասարակության մեջ ել ավելի է շատանալու։ Հասարակ քաղաքացու աշխատավոր մարդու կամ ցավոք կիսա մենք ավելի շատ ունենք կիսալյումպենացած աշխատավորներ, որտեղ աշխատանք նորմալ չկա, վիճակը հնարավոր է ել ավելի վատանա եւ արժանապատվության եւ իրավունքների եւ իր վիճակի տեսակետից մոտարապես էս է գումարած արտաքին ճնշումը ավելի շատանալ մեծանալու է ռուսական ճնշումը հասնելու է ինչ որ մի համարյա ռազմական այսպես աստիճանի օկուպացիոն եւ այդ ամեն ինչը բոլոր մարտահրավերներ են հայ մարդու համար, որ ինքը իր երկրում պետք է մտածի այդ բոլոր մարտահրավերները ինչպես հաղթահարի։ Այսօրվա դրությամբ ես անկեղծ ասեմ, ես չունեմ այդ պատասխանները, բայց ես գիտեմ, որ ես չեմ համակերպվելու։ Ես գիտեմ, որ կան հազարավոր հայրենիներ, այդ թվում մեր բարահեղ տղաները, որոնք հիմա բանտենում են եւ պետական ճնշումների ներքո են, իրենք չեն համակերպվելու, մեծ մասը ամենայն դեպս դա նշանակում է, որ խաղը ավարտված չէ, ընդհակառակը նոր, գուցե ավելի վառ, ավելի հետաքրքիր փուլ կմտնի։ Բայց այս պահին ես չեմ կարող նախանշել բոլոր քայլերը, ոչ թե որտեղ գաղտնիք է, այլ որտեղ անկեղծ ասած չգիտեմ դրա մասին։ Եթե հասարակության տեսանկյունից նայենք, մենք տարի հասարակության կյանքը չի լավանում, տնտեսության վիճակը անկում է, ապրում սոցիալական ծանր պայմաններ եւ թվում է թե ամեն ընտրությունով պետք է ընտրակաշառքի գործոնը ավելի քիչ աշխատեր, հա, որովհետեւ հասարակությունը գիտակցեր, որ այդ 5-10 հազար դրամով մաքսիմում 1 շաբաթ կարող է ապրել, բայց ոչ 5 տարի։ Ինչն է պատճառը, որ թե ընդդիմադիր գործիչները, թե բոլոր մտահոգ անձինք, այդ թվում նաեւ դուք, հա, այս տարիների ընթացքում չի ստացվում հասարակությանը այն աշխատանքը տանել, որ ընտրություններից հետո մենք չունենանք այդ արդյունքը։ Չէ՞ միայն թվանկարչությունը չի հարցը։ Հանրապետական կուսակցությունը միանշանակ գրանցում է այդ արդյունքները նաեւ կաշառքի միջոցով։ Մեծ մասը գրանցում է ամենայն դեպս։ Իհարկե իրենք օգնում են վերջում, բայց ընթացքում գրանցում են, այլ ոչ միայն իրենք։ Ասեմ ցավոք ստեղ երկու պահ կա։ Իհարկե կարելի է քննադատել ժողովրդին քաղաքացիականության պակաս կա, դա միանշանակ քաղաքացիական։ Եթե մենք քաղաքացիականության պակաս չունենայինք, Սերժ Սարգսյանի նման ղեկավարը մի ամիս չէր կարող կառավարել այս ժողովրդին, այնպես ինչպես ինքն է կառավարում ամենայն դեպս։ Կարող է ուրիշ դիմակակներ, ուրիշ կերպերով կառավարել, բայց այնպես չէր կարող, ոչ Քոչարյանը, ոչ բարձ է դա ամեն ինչ։ Քաղաքացիականության պակաս մի կողմից, մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ մեր establishment-ը այսպես կոչված, ըստ որում մեր establishment-ի մեջ չեն մտնում միայն հանրապետական կուսակցության անդամները։ Դա այն մարդիկ են, որոնք կերակրատաշտակին այս կամ այն ձևով
ոմանք սև մուտքից, ոմանք ուղղակիորեն ունեն հասանելիություն։ Դրանք մարդիկ են, որոնց մենք անդադ տեսնում ենք տարբեր հեռուստաշոուներում, հեռուստատեսությամբ, բացում ես ցանկացած թերթ առաջին երթին իրենց մասին է, դա է, երկրի establishment-ը ամբողջ աշխարհում դա է։ Այնքան կոռումպացված են, լայն իմաստով, մենք աշակերտվեցնելու իմաստով չէ, այնքան այլասերված են, կոռումպացված են, անսկզբունք են, ինչ ասեմ, նույնիսկ այլասերվածության աստիճան, որ քաղաքացին ցանկացած այդպիսի հորդոր ընկալում է որպես ծաղր։ Եթե այն երկիրը, որտեղ իրենք ապրում են, establishment-ը այդպեսին է, ապա իրենց համար դա նույնիսկ սկզբունքի հարց է։ Հարցը 20000 դրամի հարց է։ Իրենք մաթեմատիկան այդքան հասկանում են, որ ասենք ամեն ամիս, ամեն մի ընտանիք, նույնիսկ եթե այնտեղ չգիտեմ, ոչ մի բարձրագույն ավարտ մարդ չկա եւ մաթեմատիկոս չկա, իրենք իրենց ընտանիքի բյուջեն կարգավորում են, չէ՞, իրենք գիտեն թե ինչ կան հացին տալու մոտավորապես։ Իրենք հասկանում են այդ 20000 դրամը ինչ է։ Իրենք ասում են, եթե դուք գործարքի մեջ եք, եթե ձեզ կարելի է, ապա ես կամ ստրուկ եմ եւ ինձ տրորում են եւ ինձ չեն հարցնում եւ ինչ ուզում անում են, կամ ես էլ եմ գործարքի մեջ մտնում։ Իսկ դա կարգավիճակի կտրուկ բարձրացում է։ Մենք պետք է հասկանանք, որ այն մարդուն, որոնց ասենք ծեծելով, ջախջախելով են ստիպում քվեարկել եւ 20000 դրամ են տալիս, սկզբունքային տարբերություն կա։ Եվ մարդիկ ասում են, այո, այս պահին ես ազատ լինել չեմ կարող, բայց ես ստրուկել չեմ արդեն, ինձ փող են տալիս։ Ես գործարքի մեջ եմ, նշանակում է մենք արդեն պարտներներ ենք իշխանության հետ ինչ որ չափով, նա ինձ գնում է, մոտ է չէ գալիս։ Ինձ համոզում է, որ ես փող վեցնեմ։ Նշանակում է մենք պարտներներ ենք։ Եվ քանի որ ազատագրումը չկա, այսպեսի ինչ որ համեմատական, բայց կասկածյալ, բայց ինչ որտեղ իրական կարգավիճակի բարձրացում կա, մարդիկ դրանից կարճել են, որովհետև դրանից առաջ իրենց վերաբերվել են որպես տրուկների։ Իրենց ոչ ոք չի հարցել, դու կարող ես գնալ ընտրությունների, կարող ես չգնալ ընտրությունների։ Մարդկանց ընտրատեղամասերում են ծեծել հաճախ, վատ իմանալով։ Այո։ Հիմա չէ, մարդուն գալիս են, համոզում են, փող են տալիս, ջանղուր բան են ասում են, մայրիկը առողջությունը ոնց է, բամբա երեխա ընդունվեց այս տարի, մարդը իրեն մարդ է զգում։ Ու սա մեր ողբերգությունն է, որովհետև մարդը այդպես է իրեն մարդ զգում, բայց դա նաև մեր establishment-ի ընդհանուր հանցագործությունների արդյունքն է։ Դրա համար ինչի եմ ես եւ իմ ընկերները տեսնում հեղափոխական լուծումներ, որովհետև այս establishment-ով մենք երբեք ոչինչ բանի չենք հասնի։ Պետք է արմատական փոփոխություն, որպեսզի մարդիկ հասկանան, որ ազատ եւ արժանապատիվ կյանքը, այ ինչպես սա իրենց կարծիքով ստրկությունից լավ է, այ տասնապատիկ ավելի լավ է այս վիճակից։ Պարոն Հովհաննիսյան, ամփոփելով ապրիլի 3-ին ինչ պատկեր կունենանք ըստ ձեզ։ Դե պարզ է, որ երկու խոշոր խաղացող էլի կա Ծառուկյան դաշինքը եւ ՀՀԿ-ն։ Դժվարանում եմ ասել, թե որը ինչպես։ Կարծում եմ, որ բոլոր դեպքերում ՀՀԿ-ին ջախջախիչ հաղթանակը պետք չի, որովհետեւ խնդիրը լեգիտիմացումն է եւ քաղաքական եւ Սերժ Սարգսյանի անձնական եւ ֆինանսական լեգիտիմացման, եթե ասենք 70 տեղ ստանա ՀՀԿ-ն, դա անհնար կլինի անել լեգիտիմացնել, դա չես կարող, ոչ միտեղ անցկացնել չես կարող։ Իդեալական տարբերակը իրենց համար կլիներ կայուն մեծամասնություն 54 տեղ է, չէ՞, ըստ օրենքի կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնություն չհավաքել եւ տարբեր սատելիտների օգնությամբ կազմել կոալիցիոն արբանյակների, այդ թվում այդ արբանյակներից ոմանք հիմա հերթացով ինչ ասես չեն ասելու հանրապետական կուսակցության բան, արդեն իրենց պատկերացնելով այդ կոալիցիայի մեջ, ինչը ես գտնում եմ եւս մեր establishment-ի որակների մասին շատ վառ օրինակ է, թե իրենք ինչ են իրենց ներկայացնում։ Հետընտրական զարգացումներ, փողոցային պայքար։ Գիտեք, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ պլանավորված էր, որ ոչ մի հետընտրական առաջին ընտրությունները պետք է լինեն, որ ոչ մի հետընտրական զարգացում չլիներ։ Բայց այդ բոլոր պայմանավորվածությունները կներեք բառը պետք է օգտագործեմ, քաշեց հայ քաղաքացին, որը առանց շուխուրի, գոռալու, միտինգի գնալու, իր հանրապետական հարևանին համբուրվելով, փաթաթվելով, ողջագուրվելով գնաց եւ այլ կերպ քվեարկեց։ Եվ դա բերեց ուզած չուզած, բերեց հետընտրական զարգացումների։
Ես կարծում եմ, որ միշտ էլ մեր քաղաքացին, հայ մարդը կարող է այդպիսի անակնկալներ մատուցել ընտրություններին եւ այդ հետընտրական զարգացումները ոչ թե գնան, որտեվ այդպես պլանավորված, այլ ընդհակառակը, պլանին հակառակ։ Դա հնարավոր է, բայց այստեղ ոչ ոք դա պետք է դա որոշի ընդհանրական կամքը քաղաքացիների դա կորոշի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր առաջին էմի տաղավարում հյուրընկալել էինք հասարակական քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանին։